Իսկ որ իրավունքներն են ամենից շատ խախտվում, ըստ Երևի բոլորն է։ Չէ, դե օրենք չկա, չգիտեք, որ Հայաստանում ինչ օրենք, պաշտպանված օրենք կա։ Օրենք չկա, պաշտպանված չի։ Ես մի տեսակ հիասթափված վիճակ է։ Մենք ուզում ենք մեզ մխիթարենք, որ ասենք մեր հայրենիքն լավ կլինի, որ լավ կլինի, բայց ինձ թվում է քանի կենեմ այնքան վատանում։ Երեխայիս հետ կապված խախտել է։ Որոշ բաներ, որ կեղծիքներ է տեղի ունենում ու հաշվի չեն առնում ոչ մի դատարանում։ Առաջի ատյան իհարկե կեղծիքի միջոցով երեխային տալիս է հորը, իսկ ես բողոքում վերաքննիչ։ Այնտեղ շատ կեղծիքներ է տեղի ունենում, դատարաններին պարզ բոլոր փաստաթղթերով երևում է, որ ամեն ինչը կեղծիք է, իսկ դատարան դրան ուշադրություն չի դարձնում։ Իսկ դրանից պարզ, որ Հայաստանը ոչ մի արդարադատություն չկա։ Աշխատանք չկա, ով ունի մարդ, ով ունի մոտիկ, ով հնարավորություն ունի գտնելու գտնում, չէ մնացածները աշխատանք չունեն, ում դիմես, հիմա ում կարող ես դիմել, ոչ մեկը։ Երիտասարդները, որ հիմա չեն աշխատում, ում դիմեն։ Զզվել ենք ամեն հարցում, ենա անտարուն վայրի գազան դարնամ ավելի լավ։ Այս անդերուդուս երկիրը ոնց ալին։ Իսկ մեզ նման ինչ ասեմ, մարդ են կոչում, ոտնահարում են։ 2003 թվից ես նպաստ չեմ ստանում, այդ դրա համար է ուզում գնամ ավտուսեմ ավունցի մոտ, տելևիզորով դե նայել եմ, երիտասարդ տղա, օրենքը բապշե գոյություն չունի։ Խոսքի ազատության մյուս դրսևորումներից հավաքների երթերի ժամանակ արտահայտվող այդ ազատությունը նույնպես պարբերաբար ոտնահարվում է, կախված նրանից, թե հատկապես ցուցարարները ինչի դեմ են բողոքում։ Եթե ցուցարարները բողոքում են կրոնական կամ սեռական փոքրամասնությունների դեմ, այդ իրավունքը ցուցարարների չի ոտնահարվում, իսկ երբ ցուցարարները բողոքում են Հայաստանում իշխող ավտորիտար կամ մեծ ավտորիտար ռեժիմի դեմ, Հայաստանի ինքնիշխանության զիջման դեմ, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանին բռնակցելու դեմ, նեոքաղութացման դեմ, այդ դեպքում խոսքի եւ արտահայտման ազատության իրավունքը լրջորեն ոտնահարվում է։
կրելու պարագայում իրանք չուներ երթը դադարեցնելու Արտադրության նախարարության ու արտաքին գործերի նախարարության մոտ։ Այսինքն այդ Ներկա պահին մենք մեծ խնդիր ունենք, դա խտրականության դեպքերի խնդիրն է եւ Հայաստանում հակախտրական քաղաքականության, հակախտրական կուլտուրայի զարգացման խնդիրն է եւ մեծ խնդիր է այստեղ նաեւ օրենսդրությունը։ Եթե պատասխանը, եթե պատասխանը մեկուսանը, եթե այն բայց նշեմ, որ ցանկալի է ու սեղ կարելի է նշել հեռախոսի համար, որովհետև փորձեցինք դրանով լրացնել հենց Վանաձորի Հելսինկյան գրասենյակի գործունեությունը եւ ավելացնել, այսինքն համագործակցության միջոցով փորձենք աջակից լինել մարդու իրավունքների պաշտպանությանը, հենց մարդու սպիտակ քաղաքի բնակիչներին կամ սպիտակ քաղաքում գտնվող ցանկացած անձի իրավունքի պաշտպանության հարցում։ Երևանի ներկայացուցչությունը գործում է արդեն 1 տարի եւ ունենք որոշակի քաղաքացիներ, ովքեր դիմում են մեզ, սակայն կարծում եմ, որ դեռևս ունենք իրազեկվածության որոշակի խնդիր եւ պետք է այդ ուղղությամբ փորձենք ձեռնարկել գործողություններ, որպեսզի ավելի մեծ թվով մարդիկ կարողանան իմանալ գրասենյակի գոյության մասին եւ այնուհետեւ անհրաժեշտության դեպքում դիմեն այստեղ իրենց իրավունքների պաշտպանության համար։ Սակայն Կազմակերպությունը գործունեություն է իրականացնում ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ, այլև խախտված իրավունքների կանխարգելման ուղղությամբ։ Մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացում է անվճար իրավաբանական խորհրդատվություն, դատական ներկայացուցչություն մարդու իրավունքների խախտման դեպքերով, ինչպես նաև ռազմավարական դատավարություններ։ Կազմակերպության կողմից պատրաստվում եւ ներկայացում են այլընտրանքային զեկույցներ պետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների վերաբերյալ։ Մարդու իրավունքների խախտման ուղղությամբ իրականացում են մի շարք միջոցառումներ, ինչպիսիք են դասընթացները, տեղեկատվական արշավները, մամուլի ասուլիսները, մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ պատրաստվող եւ ներկայացվող հաշվետվությունները, տեղեկանքներն ու զեկույցները։ Որ մենք այս ընթացքում, այս 2 օրվա ընթացքում ուսումնասիրենք 3 ուղղություններով հավատումը վերջնականը ինք մեծ համար հասկանալու թե Գործունեության կարևոր բնագավառներից էր հենց ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելության իրականացումը։ Ինչ համար, որտեղ հենց իշխանությունը ձևավորում է ընտրությունների ժամանակ, ինչպիսին է ընտրությունների որակը եւ ինչքանով է քաղաքացին կարողանում իր կամքը արտահայտել եւ իր մասնակցությունը ունենալ իշխանության ձևավորմանը, դա հիմնական ուրեմն խնդիրն եւ անխուսափելի է, որ մենք պետք է դա ուշադրություն դարձնենք եւ ուժերի բնագավառում մենք մեծապես օգտագործում ենք իրականացում ենք մոնիթորինգներ, ԶԼՄ մոնիթորինգներ հոսպիտալներում,
որպեսզի կարողանանք խնդիրները բացահայտել եւ այդ խնդիրների ուղղությամբ կարողանանք լուծումներ եւ լուծման ճանապարհներ գտնել։ Այսինքն հենց մոնիթորինգը ինքը շատ կարևոր գործիք է այս առումով, որպեսզի դու կարողանաս իրական պատկերը վեր հանել եւ կարողանալ խնդիրները լուծել։ Ինչու փակ եւ կիսափակ հաստատություններ, որովհետեւ այս հաստատություններում մեծ են վատ վերաբերմունքի դրսևորման ռիսկերը եւ կազմակերպության կողմից իրականացվող մշտադիտարկումները ապացուցում են դրանք։ Իմ գործունեության հենց սկզբից ես աշխատել եմ կոնֆլիկտիստ տուժածների հետ։ Դրանք անհայտ կորած անձինք են, նրանց հարազատները, ընտանիքները, փախստականները եւ արդեն դրանից հետո սկսել եմ աշխատել շարունակաբար զինված ուժերում գոյություն ունեցող խնդիրներով, այսինքն զորակոչիկների եւ զինծառայողների խնդիրներով։ Ինչպես նաեւ հայ-ադրբեջանական, հայ-թուրքական ծրագրերի շրջանակներում այդ երկու հասարակությունների ներկայացուցիչների հետ։ Հիմնականում լուրջ խնդիրներ ունենք ոստիկանության աշխատակիցների կողմից տուժած անձանց իրավունքները պաշտպանելու գործընթացում։ Հայաստանի Հանրապետություն չունի համապատասխան մեխանիզմ, որով որ կարող ենք ապահովել տվյալ անձանց անվտանգությունը։ Իրավապաշտպանությամբ զբաղվում եմ այն պատճառով, որ անձամբ ականատես եմ եղել ոստիկանության եւ իրավապահ եւ դատական համակարգի անօրինական գործողություններին։ Ինչու է Հայաստանում ավելի շատ կարևոր իրավապաշտպան կազմակերպությունները, որովհետեւ Հայաստանը իմ կարծիքով լինելով անցողիկ ինչ-որ մի փուլում, երբ որ խորհրդային Հայաստանից ժառանգել ենք բռնատիրական համակարգին բնորոշ տարրեր եւ նաեւ այդ գիտակցությամբ ենք առաջ քայլում, այս պարագայում ավելի թերևս ավելի շատ են մարդու իրավունքների խախտման դեպքերը, որովհետեւ պիտի անցում կատարենք այդ համակարգից ժողովրդավարական երկրին բնորոշ համակարգից։ Հեսինքյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորյան գրասենյակը այն կազմակերպություններից է, որ բավական մեծ գործունեություն է ծավալել ու ծավալում մարդու իրավունքների ոլորտում, ու համագործակցությունը բավական մեծ է ոչ միայն Երևանյան, այլ նաև այլ մարզերի ու տարածաշրջանի, նաև այլ երկրներում գործող նմանատիպ կազմակերպությունների հետ։ Ես կարծում եմ, որ այս համագործակցությունը դեռ երկար է տևելու, որովհետև չեմ կարծում, թե իշխանությունները մարդու իրավունքների ոտնահարման գործում կսկսեն խելքները, գլուխները հավաքել ու մեզ պարապ չեն թողնելու, ուստի դատապարտված են այդ հարցերում համագործակցել միմյանց հետ։ Որ նախորդ տարիների ժամանակ իհարկե ազգայնական, ծայրահեղական խմբավորումների ներգրավման, նաև իշխանությունների կողմից ուղղակի աջակցությամբ եւ մասնակցությամբ մի շարք հարձակումներ, ուղղակի նաև ֆիզիկական ուժի գործադրումներ, հրկիզում գրասենյակի աշխատակիցների նկատմամբ հետապնդումներ եւ այլն, դրանք եղել են իհարկե, բայց դրանք եղել են
այսպես ցիկլիկ, էպիզոդիկ։ Ես չեմ արդեն հաշվի առնում լրատվական որոշ միջոցներով, այդ թվում նաև իշխանական բնականաբար այն սև հակաագիտացիան կամ կեղծ լրիվ կեղծիքներով ուրեմն հակապրոպագանդա, որ կազմակերպության գործունեության նկատմամբ իրականացվում էր։ Յուրաքանչյուր աշխատանք բնականաբար ունի եւ դժվար կողմեր եւ հեշտ կողմեր, չեմ ասի, որ իրավապաշտպանի հետ պիտակ իրավապաշտպան աշխատելը հեշտ է Հայաստանի Հանրապետությունում։ Ես ուրախ եմ, որ սկսել եմ իմ իրավաբանական կարիերան գործունեությունը հենց իրավապաշտպան կազմակերպությունում ու հենց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում, քանի որ այն ինձ ահռելի ուժ է տվել պայքարելու յուրաքանչյուր անձի, յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր դատապարտյալի եւ հոգեկան առողջության խնդիր ունեցող կամ կախվածություն ունեցող անձի իրավունքների պաշտպանության համար։ Դեռ որ մենք 15 տարի գոյություն ունենք։ Հույս ունեմ, որ մենք դեռ եւս մի 15 տարի եւ այդքան կշարունակենք, անունները չգիտեմ, ինչ կկոչվի, Հելսինկյան կկոչվի, թե ինչ կկոչվի։ Կարողնա որ իրավապաշտպանական շարժումը եւ գործունեությունը ինքը գոյություն ունի, դա փաստ է եւ կշարունակվի եւ այդ տեսակետից մեզ համար կարևոր խնդիրներից մեկն է ճանաչելի դարձնել գործունեությունը շատ մարդկանց համար եւ նաև մարդիկ ներգրավել համագործակցության միջոցով հետևողական սկզբունքային գործունեության միջոցով հասնել մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքի ձևավորմանը պետության մեջ, թե պետական ինստիտուտների եւ թե քաղաքացին եւ թե տարբեր հասարակական ուրեմն շրջանակներում հիմնական մեր նպատակը դա է այդպիսի մտածելակերպի ձևավորումը